Բարև ձեզ։ Աշխարհը շարունակում է ապրել մի ժամանակաշրջանում, երբ ամեն օր ծնվում են նոր որոշումներ, նոր հայտարարություններ, նոր վերնագրեր եւ ռազմական նոր գործողություններ։ Բայց շատ հաճախ կարևորը այն չէ, թե ինչ է տեղի ունենում այսօր, այլ այն է, թե այսօր տեղի ունեցածը ինչ մեծ գործընթացի մաս է կազմում։ Այսօր Երևանը դարձել էր մի կարևոր հանդիպման վայր։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան իհարկե դիվանագիտական քաղաքական իրադարձություն է, սակայն իր նշանակությամբ շատ ավելի կարևոր է։ Բայց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները չի կարելի դիտարկել առանձին եւ անջատ մյուս զարգացումներից։ Մեր օրակարգի հաջորդ կողմում ռուս-ուկրաինական պատերազմն է, որը վաղուց արդեն դուրս է եկել երկու երկրների հակամարտության տրամաբանությունից, եւ այստեղ ամեն օր առաջնագծի նույնիսկ չնչին փոփոխություն, անօթաչու թռչող սարքերի յուրաքանչյուր հարված եւ պատժամիջոցների յուրաքանչյուր նոր փաթեթ ավելի շատ եւ ավելի շուտ պատմում է ոչ միայն պատերազմի ընթացքի, այլև այն նոր աշխարհի, այն նոր աշխարհակարգի մասին, որ ձևավորվում է մեր աչքերի առաջ։ Հաջորդը Մերձավոր Արևելքն է, այստեղ եւս ստեղծված իրավիճակը, ստեղծված լարվածությունը ազդում է ամբողջ աշխարհի վրա եւ ապացուցում է, որ համաշխարհային անվտանգությունը կառուցվում եւ ձևավորում է ոչ միայն ռազմի դաշտում, այլև նեղուցներում, այլև հաղորդակցության ուղիներում, այլև փակ դիվանագիտական հանդիպումներում, որտեղ ընդունված որոշումները կարող են հրապարակային չլինել, բայց մեծ ազդեցություն ունենալ երկրների պետությունների ճակատագրի վրա։ Բայց մեր նպատակը այսօր եւ ինչպես միշտ այս իրադարձությունները թվարկելը չէ։ Մեր նպատակն է հասկանալը, թե դրանք որքանով են փոխկապակցված, ինչ տրամաբանությամբ են փոխկապակցված, ընդհանրապես ինչ տրամաբանությամբ է զարգանում աշխարհը եւ ձևավորում նոր աշխարհակարգը եւ որտեղ պիտի լինի Հայաստանի տեղն ու դերը այդ նոր աշխարհակարգում։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Սկսենք Երևանից։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ընդհանրապես ինչ դիտարկումներ ունեք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի մասին մասնավորապես եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակի մասին ընդհանրապես։ Դե ակնկալիք կար բավականին մեծ, զգալի մասը դրանց արդարացվել է։ Ենթադրում եմ, որ մի մասը չի հրապարակվել, որովհետեւ ամեն դեպքում այն ինչ հրապարակվել է դա այնքան շատ է, որ Մարսել է պետք։ Հա, եւ բացի դրանից գոյություն ունի այնպիսի բանակցային գործընթաց, որը կեսից ինչ որ հրապարակելը դա լայն զանգվածներին ոչ մի հավելյալ նոտ չի տալիս։ Կարևորը մեխերը կան եւ կան։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ես միշտ ճիշտ էի, որ մենք պետքա վեկտորը շուտ փոխեինք, որովհետեւ այս նույն արտոնությունները մենք կստանայինք ցանկացած պահից Թավշյա հեղափոխությունից հետո, ցանկացած նույնիսկ 18 թվականի ֆրանկոֆոնիայի ժողովի ժամանակ, եթե խոսքը գնար նրա մասին, որ Հայաստանը վեկտորափոխում է եւ դիմում է Եվրոասոցիացիան այդ փաստաթուղթը տալիս է եւ դրանում ոչ մի կասկած չկա։ Այլևս չկա։ Բայց այդպես հանկարծակի կտրուկ շրջադարձը չէր առաջացնի մի իրավիճակ, ինչ որ մենք ունեցանք ժամանակին ասոցիացիան համաձայնագրի ստորագրման։ Տեսեք, արդեն ունեցել էինք դա եւ դրանից ավել ոչինչ չէին կարող ստիպել, դա մեկ։ Երկրորդը կներեք, բայց հեղափոխություն են կարել։ Ասենք դուք հեղափոխություն եք արել, այդ ինչ պետք է այդ հեղափոխության արդյունքը բավարար չէր այնպիսի մի փոփոխությունների հիմք դառնալ, որ գոնե Եվրոասոցիացիոն փաստաթուղթ ներկայացնենք։ Բազմաթիվ խոսակցություններ սրա մասին եղել են այն տարիներին դեռևս մինչև 44-ի սկիզբը, մինչև կոവിഡ്ը բան։ Իհարկե հիմա հեշտ է, իրանց էլ է հեշտ արձագանքել, բա գիտեք ինչ կլիներ, բա տեսակ ինչ կլիներ, բայց դե եկեք համաձայնվեք, որ Եվրամիության պայմանները, որոնք ինքը առաջարկել է Հայաստանին, ընդհանրապես մի իրավիճակում, որը կրիտիկական չի, որտեղ եկեք համաձայնվեք, որ սա կրիտիկական չի։ Մենք 91-ից 94 թիվ ենք տեսել։
այն ժամանակ քրիտիկական վիճակ էր։ Տնտեսական հարաբերությունների անվտանգային այդ ամեն ինչը քրիտիկականին մոտ իրավիճակ չունենք, Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Սա համարժեք չի այն պայմաններին, որոնք առաջացան ԽՍՀՄ փլուզումից հետո։ Լավ, չեմ ուզում այդ հարցի մեջ։ Տեսեք, չէ, զուտ տնտեսական առումով, հա, հիմա մենք ԵԱՏՄ-ից ունենք սահմանափակումներ, որոնք ամբողջական չեն, որոնց զգալի մասը կարելի է շրջանցել եւ մեր գործարարները հանգիստ շրջանցում են։ Իհարկե Եվրամիությունը բացվել է, ուկրաինական շուկան բացվել է, Եվրամիության շուկան բացվել է, հարց չկա, բոլոր նրանք, ովքեր հնարավորություն եւ հնարավորություն ասած, ասենք սերտիֆիկատներ, համապատասխան փաստաթղթեր, լոգիստիկ հնարավորություններ, ովքեր ունեն կարողանում են հանեն թե Ուկրաինա, թե Եվրամիություն, հարց չկա։ Բայց նրանք ովքեր չեն ուզում, հանգիստ տանում են հայկական ծիրանի վրա ադրբեջանական պեչատ են խփում, տանում են Ռուսաստան։ Շրջանցում են։ Հա, իրենք շրջանցում են, այսինքն սա համարժեք չի են նրան, որ Սովետը փլուզվեց ու մենք ոչինչ չունեինք ու մեր ամբողջ տնտեսությունը կառուցված էր այնպիսի մի համակարգի ներգրաված էր այնպիսի համակարգի մեջ, որ Հայաստանում աշխատող գործարանը կախված էր Ուզբեկստանում ինչ որ մի շրջանի, ասենք, չգիտեմ, քաղկոմի որոշումից։ Այդպես բան չկա։ Լավ, իսկ որ ասացիք, թե ակնկալիքներ ունեիք եւ այդ ակնկալիքների մեծ մասը արդարացան, կոնկրետ օրինակներ կբերեք, ինչը նկատի ունեք։ Նախ եւ առաջ ամենակարևորը, որ սահմանափակում չեղավ, որ ոչ թե մենք ձեզ տալիս ենք այս հնարավորությունները մոտակա 2 շաբաթ ու դրանից հետո դադարեցնում ենք, այլ չկա սահման դրան։ Ոնց որ, օքեյ, մենք սկսում ենք աշխատել այս ուղղությամբ, այսինքն փաստացի եվրոինտեգրման գործընթացը վիզաների ազատականացում, այս բոլորը ստանդարտների կիրառում, գիտեք, հիմա հուլիսի 1-ից արդեն երեկվանից, եթե չեմ սխալվում, գործում է սպառողների իրավունքների վերաբերյալ ստանդարտները, որոնք որ Եվրամիության ստանդարտն է, որը Հայաստանը վերցրել է կիրառելու, եւ այսպիսի փոքր քայլերով, շատերով, ես դրա համար եմ ասում, շատ բաներ կարող է չերևա, կարող է եւս 6-7 խնդիր է քննարկվել, որ հիմա Եվրամիությունը կօժանդակի եւ մենք առաջ կգնանք, ես էլ կարող եմ։ Բայց չեմ ուզում այդտեղ վարդագույն ակնոցին։ Այս օրինակ գիտեմ, որ 51 միլիոն թե 50 քանի միլիոն եվրոն որ տվել էին, որ Հայաստանը բանի, դրա օգտագործման հետ հարցեր կան, նույն արտադրողների եւ արտահանողների մոտ։ Դա թողնենք, հա, իսկ այսօր ձեռք բերված այդ, հնչած հայտարարություններից ամենակարևորը որն է ձեզ համար։ Չկա տենց որ ասեմ ամենակարևորն է, որովհետեւ ես ենթադրում եմ, որ նախ երեկոն չի եկել դեռ եւ մենք ունենք եւս կարևոր հայտարարություն, որը կլինի փակման հետ կապված։ Ինձ համար ամենակարևորը ոնց որ Վենսի դեպքում ամենակարևորը այն պահն էր, որ ինքը գնաց, այտենց Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեպքում ամենակարևորը, որ ինքը եկավ, որովհետեւ մայիսին էր եկել, այսինքն Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները, որոնք ահռելի մեծ ու բան ստացան, իմպուլս ստացան մայիսի սկզբին, մայիսի 3-ին, 4-ին, հուլիսի 2-ին ինքը ոնց որ համալրվեց։ Եթե խոսքը դուք ինչ որ տնտեսական կամ ինչ որ այլ ծրագրերի մասին եք, կոնկրետ նկատի ունեմ ինքնավար առևտրի արտոնությունները այդ որ դուք ասում եք ինքը կարևոր է, բայց ինքը պարունակում է իր մեջ տեխնիկական այնքան ծանր հարմոնիզացման գործընթաց, որ սա զուտ քաղաքական հայտարարություն է։ Իսկ հարմոնիզացումը այդ տեխնիկական է, որ ասում եմ ամենակարևորը այդ տեխնիկականն է։ Ինքը աշխատանք է մեջը պարունակում։ Չեք կարծում, որ այդ տեխնիկանն էլ քաղաքականից է սկսվում։ Այո, իհարկե, բայց մենք քաղաքական արդեն ունեինք, պարոն Կիրակոսյան։ Չէ, քաղաքական հայտարարությունը հիմա հնչել է, եթե հնչում է, ասենք 80 ապրանք առանց մաքսատու։ Հա, այո, բետը հնչում է, եթե Ռուսաստանը գազը հանկարծնի, ապա մենք փորձ ունենք հրաշալի է։ Այո, այսինքն մոտավորապես ստացվում է այնպես, որ Հայաստանը օգտվում է այն արտոնություններից, որ կարող էր ունենալ Եվրամիության անդամ երկիրը։ Առավելագույնը կամ նվազագույնը այնպիսի երկիր, որը առնվազն ունի տեխնացուի կարգավիճակ կամ ստորագրել տեխնացուից զգալիորեն ավել է։ Տեխնացուից զգալիորեն նույնիսկ ավել է։ Տեխնացուից ավել է։ Թուրքիան է տեխնացու կներեք։ Հա։ Ասենք Թուրքիայից ավել է հաստատ։ Ստեղ խնդիրը հետևյալն է, տեսեք, երբ մենք խոսում ենք, ես ելի եմ ասում, չեմ ուզում, որ մարդկանց մոտ ստեղ շատ ուրախ եմ, որ սա եղել է։ Սա ոնց որ ի ապացույց նրա, որ մեր պայքարը իզուր չէր դեպի Եվրամիություն գնալու։ Բայց չեմ ուզում, որ կեղծ ակնկալիքներ, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է մենք ունենք խնդրի լուծում գազի հետ կապված,
Դա նույնն է, ինչ ես չեմ հիշում, ձեր եթերում եմ ասել, թե ինչ որ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք Թուրքիայից գազ բերել, հա։ Հիմա, օքեյ, սա ընդհանրապես նշանակում է, որ Եվրամիությունը տեխնիկական անվտանգային եւ ստանդարտացման հետ կապված լուծումներ ունի, բայց քաղաքական որոշումը մեր կառավարության կողմն է։ Այսինքն սա չի նշանակում, որ Եվրամիությունը ինքնագլուխ մեզ գազամուղ է քաշելու։ Սա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում մենք ունենք փորձագիտական եւ տեխնիկական գործընկեր, որը մեզ կապահովի գազային ոլորտի անվտանգություն։ 80 ապրանք, որը առանց մաքսի կգնա Եվրամիություն, այո, սա շատ կարևոր է, բայց սա արդեն իսկ հնչել էր այն պահին, երբ Ռուսաստանը ելակը եւ բանը փակեց եւ նույնիսկ փակեց ձկների արտահանումը այն ընկերության, որը երբևէ չասած խաղողն ու Ծիրանը հələ չէր հասել արդեն փակել էին, այնտեղ այդ ընկերությունից հետ զրուցում եմ, ասում եմ ձկան մի հատ ընկերություն կա, որը կյանքում Ռուսաստան չի արտահանել, իր արտադրանքներ են արգել է։ Ասում եմ, բայց հիմա ամեն դեպքում, հա, սա եղել էր հայտարարությունը, արդեն ինքը եկել է ապացուցելու Եվրամիության համար Հայաստանի արտադրանքը վտանգ չի ներկայացնում նույնիսկ առանձին վերցրած ցանցի սուպերմարկետների ցանցի տեսանկյունից մենք չենք կարողանա համալրել։ Այսինքն Հայաստանի արտադրանքը ամբողջությամբ որ վերցնենք, դա նույն ամեն մի առանձին դիրքով, հա, օրինակ, չգիտեմ, Ծիրանի դիրքով, մենք, ասենք, Լեհաստանի մեկ սուպերմարկետների ցանցը ամբողջությամբ չենք ապահովի հայկական Ծիրանով։ Այնպես որ իրանք ամբողջ մեր արտադրանքը կարան ազատեն մաքսից։ Խնդիրը այնա, որ կարող է հայերը սկսեն գնալ Պարսկաստանից, Ուզբեկստանից բանց ապրանք բերել հայկական կնիկ խփել տանել Եվրոպա, բայց դա էլ մեծ վտանգ չի, ասենք շատ բան է։ Յուրաքանչյուր ապրանքի համար այդ ծագման սերտիֆիկատ, այդ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը սա է կարևոր։ Տեսեք, մենք հիմա հանդիպում ենք, օգնում ենք, օժանդակում ենք Ուկրաինայի առևտրային եւ արդյունաբերական պալատի ներկայացուցիչ կա Հայաստանում, պաշտոնապես նշանակված։ Իրենց հետ համագործակցում ենք։ Հիմա տարբեր արտադրողների եւ արտահանողների աջակցում ենք, որ ապրանքը գնա Ուկրաինա եւ գնա համապատասխանաբար Լեհաստան, ամենամոտիկը Լեհաստանն է։ Մարդկանց հետ զրուցում ենք, չեն ուզում տանեն։ Չեն ուզում տանեն, որովհետև բազմաթիվ հարցեր կա։ Ռուսաստանում հարմար է, Ռուսաստանում չեն հարկվում, Ռուսաստանում ինչ աղբասես տանում վաճառում։ Հայաստանից չեն ուզում։ Հա, չեն ուզում տանեն, ասում այդքան թուղթ հանեմ, այդքան սերտիֆիկատ հանեմ, այդքան սանեպիդկայան գնամ, հենա տանում եմ, ասենք տանում շպրտում եմ երկուսկում ասֆալտի վրա իրան կուտում են։ Այդ կարծրատիպերը, բայց իրավիճակը պիտի ստիպի եւ կստիպի։ Այո, հենց այդ ես դրա մասին եմ ասում, որ Եվրամիության կողմից ինչի համար եմ ասում 18 թվից պետք է լիներ։ Մենք գոնե այս տարիները կօգտագործեինք, որ մեր արդյունաբերողներին, մեր արտահանողներին, մեր գյուղացիներին, ֆերմերներին դանդաղ եւ ոչ կրիզիսային պայմաններում սովորացնեին նրան, որ ինքը ինչ ոնց պետք է աշխատի։ Ես հասկանում եմ, ցանկացած պայմանական ասած արևմտամետ գործչի հետ զրուցելիս, այդ նույն մտքերը մոտավորապես տարբեր ձևակերպում եմ, լսում եմ, որ պետք է արագացնել, պետք է ավելի շուտ անել, յուրաքանչյուր պետք է արագացնել, պետք է ավելի շուտ անել, բայց դե իրավիճակ կա, իշխանությունների նաև որոշակի գուցե օբյեկտիվ զգուշավորություն կա, որպեսզի այդ գործընթացները հասունանան, զարգանան եւ հիմա ունենք արդեն այսպիսի մի իրավիճակ եւ արդյոք չէ գտնում, որ այս իրավիճակում Եվրամիություն Հայաստան հարաբերություններում Եվրամիությունը բացել է իր դռները ավելի շատ, քան կարելի էր սպասել։ Քան հնարավոր էր, որ ես չեմ կարող այս պահը բաց թողել եւ չասել, բա ես ձեզ ասում էի, չէ՞ որ Եվրամիությունը ավելի շուտ հիշում եք, որ ԿՊ-ի դիրքորոշումը ոնց էր, մենք ինչքան Եվրամիությունը մեզ կթողի, մենք այդքան կգնանք։ Հիմա Եվրամիությունը էլ չի թողում է, Եվրամիությունը եկել է, դուրդ բացել է, նստել է սենյակումդ, ասում է ոչ թե դու արի, ես եմ եկել։ Դե տեսնամել ինչ ես անում, չեն կարողանում ոչ մի բան անել։ Որովհետև ներքուստ էլ պատրաստ չեն։ Պետական կառավարման համակարգն էլ ցավոք սրտի չափազանցրեք ոչ մի բան չեն կարողանում անել, այս ընթացքում հայկական ապրանք չի արտահանվել։ Նո, արտահանվել է, չէ, բայց հայկական ապրանքի արտահանումը կառավարության հետ կապ չունի, դա մասնավորներն են։ Դե կառավարության հետ կապ ունի օրինակ ստանդարտների կիրառումը։ Կառավարության հետ կապ ունի գյուղացիների, ֆերմերային տնտեսությունների, լոգիստիկ ընկերությունների բաներ։ Ոնց կառավարության հետ կապ չունի։ Ասենք խնդիր, որը կառավարություն եւ Եվրոպական միություն այս խորացումը, ինտեգրումը, այս աշխատանքը չլիներ, որևէ արտադրող կարող է իր ապրանքներն տանել եվրոպական շուկա։ Իմ դիրքորոշումը մի փոքր այլ է, գիտեք, իրանք նախ դանդաղել են բավականին եւ հիմա մենք ստիպված ենք այն պահին, երբ հիմնական մեր գյուղատնտեսական ապրանքները շատ արագ
գալիս են վաճառքի կոնդիցիայի, մենք հիմա շատ արագ ավրալ ռեժիմով փորձում ենք ինչ-որ հարցեր լուծել։ Իսկ սա պետքա լուծվեր ավելի շուտ։ Այսինքն սրան մենք պետքա պատրաստ լինենք դեկտեմբերին։ Որ հիմա լուծվում են։ Ես ինչքան որ բան եմ անում, չէ, կառավարությունը բավարար, ասեմ հիմնական խնդիրները, որոնք չկա։ Հենց հիմա մենք ունենք 3 կարևորագույն խնդրեմ, որը եթե թույլ կտաք ասեմ։ Սառնարան բեռնատարներ, այն ինչ որ կոչվում է ռեֆրիժերատորներ, չկա բավականաչափ։ Չկա նաև այն սառնարան բեռնատարները, որոնք կկարողանան Թուրքիայի տարածքով մտնեն Եվրամիության տարածք։ Չկան վարորդներ, չէ, դա լուրջ բան է, ամեն մեկը 110-120 հազար եվրո է, այնպես չի որ կարակոթից վերցնի։ Ֆինանսական աջակցությունը Եվրամիության ֆինանսական աջակցության բանը թողեք։ Մեքենան ձեռք բերելը այսօր։ Մեքենան ձեռք բերելը չի, Հայաստանը պետքա վարձակալի, լիզինգ անի այդ մեքենաները, կառավարության մակարդակով։ Ես ասում եմ, իրենք ինչ պետք է անեն, որ չեն անում։ 2 վարորդներ։ Վարորդները պետքա ունենան Եվրամիության Շենգենի համապատասխան բան, թույլտվություն, վիզա։ Բացի դրանից, վարորդը պետք է համապատասխանի Եվրամիության բաներին, կարգավորումներին։ Համաձայն եմ, այդ կարգի տեխնիկական, բայց կառավարությունից մենակ դա է ակնկալվում։ Բայց եթե Հայաստան, Եվրամիություն այդ քաղաքական համաձայնությունը եւ պատրաստակամությունը կա, այդ տեխնիկական խնդիրները արագ լուծվում են։ Բայց չի լուծվում։ Այդ համաձայնությունը կա մայիսի 2-ից։ Հունիսի 2-ից կա հայտարարություն, որ եթե Ռուսաստանը ձեզ ասենք մի կիլո ելակ արգելում է, մենք ձեզանից 10 կիլո ելակ ենք առնում, հետո կա, մի ամսից ավել է։ Հասկանում եք, դուրս գալ Եվրամիության շուկա ու ասել, որ մենք վարձակալում ենք սառնարան բեռնատարներ, որտեվ սա պետք է։ Մի հատ էլ Ուրսուլա ֆոն դեր Լայնից ոնց որ ասում են մի հատ քսիվ վերցնել են գնել Եվրոպայից քերել մի 100 հատ մեքենա բերել Հայաստանից ուղարկել որ կարողանաս բան անես այդ մեծ բան չի բայց դա կառավարության համար մեծ բան չի մասնավորի համար մեծ բան է կառավարության համար մեծ բան չի եթե այս գործընթացը այսպես շարժվում է ուրեմն դա հեշտությամբ լուծվում է հիմա այս ամենով հանդերձ ամփոփելով այս թեման նաև մտքերումս պահելով այն որ ձեր համար շատ ավելի լավ կլիներ եթե այս իրավիճակը այս գործընթացը շարժված լիներ ավելի վաղ հեղափոխությունից հետո դա էլ հասկանալով մի կողմ թողնելով համաձայն եք այն ձևակերպման հետ որ Հայաստանն ու Եվրամիությունը իրար մոտ են այսօր առավել քան երբևէ եղել են հա իհարկե հա սա սկսել է 22 թվական 23 թվականից 22 թվականից երևի բայց հա լավ Ուրեմն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ես բացմախոսքի ժամանակ էլ նշեցի տեսեք գործընթացը իրականում դուրս է եկել այլ մակարդակի վրա եվրոպական դիտորդական առաքելության ներգրավման հետ այդ պահից դուք հանգիստ կարող եք ցանկացած դիրքորոշում հայտնելուց ասեք որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները այլ մակարդակի վրա են որտեղ ինքը ճիշտ է սկսել ինքը սկսել է անվտանգային թեմայից եւ գուցե թե ավելի արագացան այս Ռուսաստանի հետ հարաբերությունները բայց դա ոնց որ ածանցյալ է Շատ լավ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները իհարկե պետք չէ դիտարկել առանձին անջատ մեծ կտավից հա եվրոպական նոր ճարտարապետություն իսկ այստեղ կարևորագույն հարցերից մեկը շարունակում է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը այստեղ ինչ իրավիճակ ունենք ցանկանում եմ դիտարկել եւ ռազմի դաշտում գործողությունները ռազմական հարթության մեջ եւ դիվանագիտական հարթության մեջ փոքր դատարից հետո շարունակենք վերադառնանք վարքյաններից Հիշեցնեմ սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում ես զրուցում եմ Եվրոինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ առաջին հատվածում մենք խոսեցինք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին ընդհանրապես եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի մասին մասնավորապես եւ անցանք մեր օրակարգի հաջորդ հարցին այն է ռուս-ուկրաինական պատերազմ հարցը այն էր թե հիմա ինչ փուլում է այս պատերազմը Դե տեսեք, նախ եւ առաջ պետք է հատուկ նշում անեմ, որ այս ռուս-ուկրաինական պատերազմը ոնց որ թե թեվակողել է այնպիսի մի փուլ, երբ Ռուսաստանը այլևս հետադարձ տեղ չունի եւ ինքը կամ պետք է կասեցնի, կամ միանշանակ եւ 100%-ով մոբիլիզացիա հայտարարելու, որը Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների համար շատ վատ նորություն է։
Բացի դրանից երկաթե վարակույր իրանք էլ է, եթե իրանք չեն նկատել, ես էլ ասեմ, որտեվ երեք փաստացի Ֆինլանդիայի, Էստոնիայի եւ Լիտվայի հետ բոլոր սահմանները փակվել են նույնիսկ բեռնատար գնացքների համար։ Այսինքն սա նշանակում է, որ վերջնականապես իրանք այդ սա պատրաստում են իրանք բանի մոբիլիզացիային իրականում, որ փախուստ չլինի։ Սա շատ կարևոր բան է, որ եթե հիմա Պուտինը չի գնում շփման գծով կասեցմանը, այսինքն սառեցմանը, ինչ որ բանակցային գործընթացի, դա նշանակում է, որ ինքը գնում է մոբիլիզացիա։ Իր մոտ, ինչպես եւ Տրամպի մոտ, աշնանը սպասում են ընտրություններ։ Եվ Տրամպի մոտ շատ մեծ կարևորություն ունենալով այդ ընտրությունը, Ռուսաստանում ընտրությունները ոնց որ թե զուտ բանի համար են, ձևի համար են, բայց միևնույն է, նույնիսկ այս պարագայում ինքը շատ ծանր է գնահատում Ռուսաստանի հասարակությունը այս իրավիճակը, որովհետեւ մենք այս պահին տեսնում ենք 25% նավթ բենզինի արտադրությունը ոչնչացված, Ուրալից արևմուտք, այսինքն եվրոպական մասում Ռուսաստանի բոլոր խոշոր բաները առնվազն 2 անգամ հարվածի են ենթարկվել նավթամշակող գործարանները, որոնք բենզին, դիզել եւ ավիացիոն կերոսին են արտադրում։ Առնվազն 2 անգամ, որոնցից մոտավորապես 40%-ը այդ գործարանների 40%-ը չի աշխատելու մինչև դեկտեմբեր։ Դրանց մեջ է նաև Մոսկվայի ամենախոշոր գործարանը, այսօր էլի բենզային են հարվածել, ոչնչացվում է եվրոպական մասում գտնվող ռազմաարդյունաբերության համալիրի ամենակարևորագույն հրթիռներ արտադրող եւ հրթիռների այդ հաշվարկային մասը արտադրող գործարանները արդեն բաներով ուկրաինացիները բացի Ֆլամինգո 7-ից, որը թևավոր հրթիռ է, հիմա փորձարկել են եւ ցույց են տվել արդեն փորձարկումը եւ արդյունքներն ենք տեսել Վոլգագրադում բալիստիկ հրթիռներ, այսինքն սա նշանակում է, որ նույնիսկ չեղած հոպը, որը հələ մի կերպ աշխատում է Ռուսաստանի տարածքում, բալիստիկ հրթիռների դեմ ոչինչ չի կարող անել եւ 3000 կիլոմետր շարավով ցանկացած ստատիկ, այսինքն գործարան, շենք, բան, դրանք բոլորը հարվածի տակ են լինելու, սրանք գումարվում է նաեւ, որ ֆրանսիացիները տրամադրել են իրենց նշանառման արբանյակային բանը, հնարավորությունները ուկրաինացիներին եւ եթե ժամանակին ասենք Ռուսաստանը կարողանում է այս կամ ամեն կերպ ազդելով Տրամպի վրա կամ Մասկի վրա կամ Հեքսեթի վրա Պենտագոնով անջատեն այդ հետախուզական տվյալները, հիմա ամբողջական եվրոպական, մասնավորապես ֆրանսիական արբանյակային հնարավորությունների վրա են իրանք հիմնված, իսկ ամերիկյանը հավելյալ է, այսինքն գերճշգրիտ է դարձել եւ վերջ Ղրիմը արդեն սով է սկսում, որովհետև ցանկացած բեռնատար ավտոմեքենա, որը հայտնվում է այդ ցամաքային ճանապարհին, որը Մարիուպոլ, Բերձանսկ, Մելիտոպոլ այդ Արմյանսկով պետք է մտներ, այսինքն այդ ցամաքային ճանապարհով եւ Ղրիմի կամուրջն էլ մի քանի անգամ հարվածելուց հետո, եթե հիշում եք 22 թվականից հարվածում են ծանր բարձած բեռնատար ավտոմեքենաների համար ցանկալի չի եւ իրանք աշխատում են չկիրառել, որտեւ այդ վիբրացիաներից բաներից խնդիր կա։ Բացի դրանից ուկրաինացիք ասել են, որ ինչ տեսնան խփելու են։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե մի հատ բենզին տանող ավտոմեքենա Ղրիմի կամուրջի վրա տրակի, դա նշանակում որ ինքը ամբողջությամբ փակվում է եւ վերջ Ղրիմից մարդիկ չեն կարող դուրս գալ։ Ղրիմի նշանակությունը շատ մեծ էր, չէ՞։ Ղրիմը Պուտինի համար, հա, պատկերացրեք Պուտինի համար Ղրիմը այնա ինչ որ Հիտլերի համար երևի Ավստրիայի Անշլուսը, այսինքն որ ինքը տեղից սկսեց, ինքը դա էր ամբողջը եւ հիմա այդպիսի իրավիճակ։ Հա, հիմա այս հիմիկվա իրավիճակը, որը գոյություն ունի Ղրիմում, շատ դժվար է։ Ռուսաստանում չկա այդ բանը, ես նկատում եմ, որ մարդիկ չեն հասկանում հովանային անջատումներ, չգիտեմ, որ պատկերացնեք կոյուղի նույնիսկ չի աշխատում, որովհետեւ Ղրիմում դա ջուր չկա։ Այդ կոյուղը աշխատանքը անմիջականորեն կապված է հոսանքի հետ։ Հոսանքը անջատվում է եւ ոչ միայն անջատվում է, ուկրաինացիները հարվածում են այդ ամենացավոտ կետերին, հա, հանգույցներին, որոնք որ կապում են, ասենք, չգիտեմ, Ջանկոյը Սևաստոպոլի հետ, դրա պատճառով համ Ջանկոյում է խնդիր, համ Սևաստոպոլում է խնդիր։ Սևաստոպոլը ամբողջությամբ հոսանքազրկել էին, որտեղ Բալակլավայի բանին էին խփել, դա ավտոմատ կերպով բերել են թուք մինչև Յալտայի անջատում։ Այս ամբողջ խնդիրները իրար գումարած Ղրիմում
Դե պատկերացրեք, որ բաները, զբոսաշրջիկները, այսպես կոչված տուրիստները, որոնք չգիտեմ ինչ էին մտածել, որ եկել են ռազմական գոտի հանգստանալու, բայց հիմա փորձում են դուրս գան, իսկ բենզին չկա։ Բենզին չկա ոչ թալոնով, ոչ QR կոդով, ոչ կաշառքով, ոչ մի ձևով բենզին չկա։ Եթե չկա, ուրեմն չկա։ Հա, այն չկան ու չկան, է։ Ինչը փոխեց պատերազմի այս տրամաբանությունը։ Դրոնների պատերազմը, այսպես կոչված, եթե այդպես անվանենք։ Եվրամիության եւ Ուկրաինայի համագործակցությունը, որը թույլ տվեց Ուկրաինային դրոները, ասենց ասեմ, իրանք իհարկե ուկրաինական մտքի արդյունք են, բայց արտադրական հնարավորությունները Ուկրաինան դուրս է գալի 4.5 միլիոն հատի արտադրության։ Ընդ որում, այս դրոները, որոնք դուք հիմա տեսնում եք, իրանք արդեն խոշոր ինքնաթիռի տիպի դրոներ են։ Եվ սրանց մասերից գալի մասը արտադրվում է Եվրամիությունում։ Իրանք ուղղակի հավաքում են կամ նույնիսկ հավաքում են այնտեղ, այսինքն բարձրայի հուշ գաղտնի տվյալներ են, մենք ենթադրում ենք, բայց ընդունելով եւ հասկանալով, որ Ուկրաինան 2.5 միլիոն դրոն FPV դրոն, փոքր դրոններ, որոնք որ ինքը ռազմի ճակատում է օգտագործում, արտադրում է իր մոտ, այսինքն սա անմիջականորեն տակտիկական, օպերատիվ տակտիկական մակարդակի։ Այդ այսպես կոչված middle strike-երը եւ խորը strike-երի բաները իրանք համագործակցում են Դանիայի հետ, հայտնի Դանիայի նախագիծ կա, բրիտանացիների հետ, ֆրանսիացիների հետ, Լեհաստանում տարբեր տեղեր Եվրամիության գործարանները մասին էր, թե ըստ էության դրոններով պատերազմը ավելի արդյունավետ գտնվեց պատերազմի տրամաբանությունը փոխելու հարցում, քան թե առաջնագծում ռազմական գործողությունները։ Միանշանակ, սա մեզ հնարավորություն է տալիս գիտակցել, որ եթե քեզանից 3 եւ ավելի անգամ մեծ բանակ կամ մեծ երկիր հզոր բան, ես ասեմ կուժ, դուք լսեք կուլա, հա, ոնց կարելի է, ոնց որ գիտեմ որ չեք սիրում, բայց այտենց հերներն անիծել։ Հիմա կոպիտ ասած նույն իրավիճակում մենք ենք։ Մեր հավանական ողերին բարեկամը մոտարապես 3 անգամ է մեզանից մեծ, հա։ Այն նայենք հիմա ցավոք սրտի մեր բանակը դեռ չի հասկացել դա։ Ես հաջորդիվ պիտի հարցնեի, թե արդյոք այս դրոնների պատերազմը, այս ձևակերպումը օգտագործենք, ստիպում է այլ երկրների, նաև Հայաստանին վերանայել իրենց անվտանգային այդ ամբողջ ռազմավարությունը։ Եվրամիության երկրներին ստիպում է, եւ մենք հիմա նախորդ տարվա ՆԱՏՕ-Ուկրաինա զորավարժությունների արդյունքները վերլուծելուց հետո այս տարի տեղի է ունեցել էլի նմանատիպ զորավարժություն, որի արդյունքում Էստոնիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Լիտվայի բանակները ցույց են տվել ահռելի առաջընթաց։ Այսինքն, եթե անցած ընտրությունների, անցած զորավարժություններին Ուկրաինան, ասենք 10-ով 3, 10-ով 4 այդ պայմանական բաները հաղթել էր, հիմա հավասար են իրանք։ Ցավոք սրտի Հայաստանի բանակում դա այդպես չի, որովհետև մեր գեներալիտետը եւ սպայական անձնակազմը պատրաստ չի դրան, որովհետև դրա համար դուք պետք է իմանաք անգլերեն վերջակետ գոյություն չունի։ Մի իրավիճակ, որտեղ անգլերեն չիմացող ավակ սպան հնարավորություն ունի բանակը տանել առաջընթացի։ Հնարավոր չի դա։ Դա մենք երկու Ֆրանսիան, Էստոնիան, եթե չեմ սխալվում, Շվեդիան եւ Դանիան, էլ մնացած երկրները չեմ ասում, Գերմանիան էլ չէ, բայց Ուկրաինայի հետևից իրանք ստեղծեցին, չնայած Ֆրանսիայում ավելի շուտ էր կանց Ուկրաինայում, առանձին զորքերի տեսակ դրոները իրանց մոտ առանձին զորքերի տեսակ են, առանձին հրամանատարություն է։ Հայաստանը ոնց որ պետք է անի, դա չի անում։ Ու չի անում, որովհետև մեր գեներալիտետը մի տեսակ դեռևս մնացել է 44-ն են պատրաստվում։ Նոր իրողությունները կպարտադրեն այդ ամեն ինչը։ Հակալի է, որ այդպես չլինի, ցանկալի է, որ հիմա իրանք պատրաստել են չարը։ Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, անշուշտ պիտի անդրադառնալ նաև Բելարուսի գործոնին։ Вай. Ասма сейчас я вам покажу, откуда на Беларусь готовилось нападение. Հրաշալի նյութ է, հոկեբանների եւ հոկեթերապևտների համար հոյակապ վերլուծության բան։ Դե Լուկաշենկոն բարձր հասկացավ, լսեց։ Զելենսկին ասաց անջատի, եթե չէ ես կան։ Հա, ինքը մոտավորապես ասաց, դե մենք գալիս ենք կամ գալիս ենք անջատենք քեզ հետը կամ նենց արա մինչև մենք իրար գանք, տենանք անջատածա։ Անջատեց գնաց Վալդայ։ Գնաց Վալդայ, Պուտինը ասաց միացրու, ասաց չեմ միացնի։ Կոնֆլիկտ է եղել ըստ տարբեր բաների, որտեղ դե Ռուսաստանին Ուկրաինան պետքա որպես
թիրախ, բայց Ուկրաինան եթե Բելարուսում զորք չկա կանգնած, ինքը էլ շրջապատված չի, այսինքն Կիևը էլ հարվածի տակ չի։ Բացի դրանից Բելարուսը պոտենցիալ լավ պլացդարմ է, այսպես կոչված Սուվալկիների համար, որպեսզի Ռուսաստանը կպնի իր Կալինինգրադին եւ ավտոմատ կերպով կտրի Բալթյան երկրները, որոնք ինքը պետք է բանան։ Ակտիվ քննարկվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակում Բալթյան երկրների վրա։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ Բելարուսը պետք է հասկանալ, Բելարուսը ունի 15000-անոց բանակ։ 1-5-0-0-0, այսինքն 15000-անոց բանակ։ Այսինքն Բելարուսը բանակ չունի։ Մոտավորապես այտենց խեղճ ու կրակ Լուկաշենկոից ասում ես պատերազմ ճակերտավոր, հա, բայց ինչ են ուզում։ Ասում եմ դու պետք է զորակոչ անես, բայց Լուկաշենկոն որ զորակոչ անի, ժողովրդին իրան կհանի կլարի, որտեղ 20 թվականին ինքը միայն ոստիկանության շնորհիվ եւ ռուսների բերած, հա, Վագների ժողովուրդն էր եկել, որ ջարդեցին այսպես փողոցներում, այսպես կոչված անդիմությունը, չնայած անդիմություն չէ։ Հա Տիխանովսկայան այդ ժամանակվանից բան աղավ, չէ։ Երկու քարի արանքում է մնացել Լուկաշենկոն։ Հա ու ոնց որ իրան հասնում է իհարկե Ալիևի հետ շատ տենց մտերմություն անելու համար, լավ են կարելի կանենք, բայց տենց ընդհանուր առմամբ ինքը հիմա գնաց Սի Ցզինպինի մոտ, որպիսի Սի Ցզինպինը Պուտինի վրա ճնշում գործադրի, որպիսի խնդիր չառաջան։ Իհարկե Լուկաշենկոին փոխելը Պուտինին ձեռ չի տալիս, որովհետև չգիտի ով կգա, կարող է ավելի վատ լինի եւ մեծ հաշվով Տիխանովսկան կարող ուղղակի իշխանություն վերցնի, նույնիսկ Երևանում նստած, իսկ ինքը Երևանում չի, Վիլնյուսում ավելի մոտիկ է։ Հետևաբար Ռուսաստանն էլ է բանի մեջ, ինքը համ պետք է Լուկաշենկոյի հետ յոլա գնա, համ պետք է մի կերպ անի, որ Բելարուսը մտնի այս բանի մեջ, պատերազմի մեջ, իսկ Բելարուսը պատրաստ չի, ոչ թե պատրաստ, մարդկային մենտալիտետով, պատրաստ չի որպես պետություն։ Զելենսկին հայտարարել է, ասել է 500 կետ ունես, որոնց որ հարվածեմ, դու մնում ես անտառ ու ճահիճ։ Նրանք լավ են հասկանում, որ ախր սովետից մնացած բաներ են, հա, այդ մազի գործարանը երկու տրանսֆորմատորային կետից է կախված։ Հիմա երկուսից մեկը խփես, էլ չի աշխատի։ Լավ, ես ցավում եմ, որ մեր ժամանակը արդեն սպառվել է, ժամանակ չկա, բայց մեկ հարցել եւ ավարտենք։ Այս թեմային անդրադառնալիս նշեցիք, թե պատերազմը հասել է մի փուլի, որտեղ որ կամ պետք է սառեցնել, դադարեցնել, այսինքն Ռուսաստանի նախագահը պետք է որոշի կամ դադարեցնել, սառեցնել, կամ նոր մոբիլիզացիա հայտարարել, սրանցից որն է ավելի հավանական այս պահին։ Նոր մոբիլիզացիա։ Նոր մոբիլիզացիան ինքը կսպասի ընտրություններից հետո, երկաթե վարակույրը քիչացնի, հա, իդեպ այդ խայտարակ օրենքը հեռախոսների իմեյլների մասին ես չգիտեմ մեր կառավարությունը խիադաբան արել։ Դա առանձին հարց է, դա չէ, բայց դա Ռուսաստանում ինչի համար է արվում։ Ռուսաստանում դա արվում է, որպեսզի ինքը կարողանա յուրաքանչյուր անհատին կտրել կապից, այսինքն սա շատ կարևոր է, մոբիլիզացիան այնտեղ հենց այնպես չի, արդեն օրենքներ են ընդունված, որ կարող են զրկել սեփականությունից, կարող են բան անել, խոսքը գնում է նրա մասին, որ նույնիսկ VPN-ներն են արգելելու, ինտերնետը կտրելու են դադարեցնեն եւ այդ բոլոր հեռախոսների իմեյլները պետք է որ իրանք կարողանան վերահսկեն թե յուրաքանչյուր անհատ նախ գեոլոկացիա որտեղ է գտնվում Ռուսաստանի տարածքում թե ոչ եւ երկրորդը ինչա նայում ինչա կարդում որպեսզի իրանք վերահսկեն նաեւ տեղեկատվական Ձեր ասացի համատեքստում շատ ուշագրավ է անվտանգության խորհրդի վերջին նիստը եւ 6 կարմիր խորհրդավոր թղթանակները դե Պուտինը սիրում է այդպես բաներ Հիմա ինքը նաև տեղ դիտարկում է Էստոնիայի վրա հարձակում, ինքը նաև բաներ անում։ Տեսնենք, հետևենք իրադարձություններին։ Հուսով եմ մինչև սեպտեմբեր չի ապրի։ Հետևենք իրադարձություններին։ Ես նախատեսել էի զրուցել նաև Մերձավոր Արևելքից, որ արդեն դա չենք հասցնի եւ մեր զրույցի վերջում, ինչպես միշտ, ավանդական արագ հարց, արագ պատասխանները։ Մեկ նախադասությամբ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների այսօրվա ամենամեծ հնարավորությունը որն է։ Հայաստանը Եվրամիության անդամակցության փաստաթուղթ։ Եթե դուք ընտրեիք, որն է Հայաստան-Եվրամիություն համագործակցության այն մեկ ոլորտը, որը պետք է ամենաարագը զարգանա։ Ստանդարտացում։ Ավարտեք նախադասություն Հայաստանի եվրոպական օրակարգը հաջող կլինի, եթե հապկեն ԵԱՏՄ-ն։ Մեկ բառով այսօր աշխարհն ավելի անվտանգ է, թե ավելի վտանգավոր։
Եթե միջանցքություն են, կդառնա ավելի անվտանգ։ Որ երկիրն է այսօր ամենաշատը շահում ստեղծված աշխարհակաղակական այս քաոսից։ Լիխտենշտեյնը։ Միակ երկիրն է, որի բանկային համակարգը չի ենթարկվում։ Սա փողերը ընդեղ են պահում։ Ձեր կարծիքով այսօր որ առաջնորդն է ամենաճկուն աշխարհակաղակական խաղը խաղում։ Մակրոնը Մեկ որոշում, որ Հայաստանը պետք է ընդունի մոտակա 1 տարվա ընթացքում։ Եվրամիության անդամակցության փաստաթուղթ։ Հայաստանի համար այսօր ամենամեծ ռիսկը որն է, անվտանգային, տնտեսական, թե դիվանագիտական։ Դիվանագիտական։ Եթե ստիպված լինեիք մեկ բառով նկարագրել, այստեղ պետք է ասեմ եթերային բառ լինի։ Եթե ստիպված լինեիք մեկ բառով նկարագրել Ռուսաստանի ներկայիս վիճակը, ինչ կասեիք։ Մեկ բառ։ Մեկ բառով։ Ֆիասկո։ Շնորհակալություն զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր անդրադարձանք երկու տարբեր թեմաների, բայց առաջին հայացքից է, որ դրանք շատ տարբեր են եւ անջատ։ Այս իրադարձությունները իրականում պատմում են մեկ պատմության մասին, այս իրադարձությունները մեկ պատմության տարբեր դրսևորումներ են, ելի պատմություններ կան, Մերձավոր Արևելք եւ այլն։ Եվ այս ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր երկրի իրավունքն եւ հնարավորությունն է տեսնել, կարդալ փոփոխությունները եւ գտնել իր տեղը այս ամբողջ պատմության մեջ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Եվրաինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, հանդիպենք։